Պարոն նախարար, շնորհակալություն, որ այս կարևոր քննարկմանը եկել եք եւ եկել եք ձեր գործընկերների հետ, անկեղծ ասած, երբ երեք այս հայտարարությունը դրեցինք եւ տարածեցինք, չէինք պատկերացնում, որ այսքան շատ հարցեր են լինելու, կոնկրետ ինձ 20-ից ավելի հարցեր են տվել, ես ձեզնից հետո պետք է նաեւ առանձին հանդիպում խնդրեմ։ Հիմա մի քանի հարցեր, որոնք կրկնվել են։ Պարոն Թորոսյան, քաղաքացիները հետաքրքրվում են աշխատաժամանակի կրճատման հետ կապված այդ քննարկվող նախագիծը ընդհանուր առմամբ ինչ փուլում է եւ արդյոք մենք դրան անդրադառնալու ենք, թե ոչ, որտեղ մամուլում այս մասին մենք տեղեկություններ ունեցանք, հետո առժամանակ այլևս չենք խոսում այս նախագծի մասին։ Երկրորդը վերաբերում է էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի մասին, որովհետեւ հիմա մենք չենք կարող հասցնել ամբողջ ծավալով անդրադառնալ հայտատուներին եւ աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու մասով ունենք խնդիրներ։ Արդյոք ՆԳՆ նախարարի հետ կա քննարկում կամ կառավարությունում կա քննարկում, միջանկյալ լուծում ունենք թե ոչ։ Ինձ գրել են անժառանգ թոշակառուները, ես հասկանում եմ, դուք ձեր խոսքում նշեցիք, որ մենք տարբեր սոցիալական խմբեր ունենք եւ ըստ երևույթին քաղաքականությունը հաշվի առնելով չկա ընդհանուր մոտեցում, որ եւս մեկ սոցիալական խումբ ունենանք, բայց նաեւ հաշվի առնելով ձեր կողմից նշված ընդհանուր կենսաթոշակային քաղաքականության մեջ հնարավոր է արդյոք որ մենք առաջկայում ավելի շուտ ընդհանրացնենք, քան թե առանձին սոցիալական խմբեր ունենանք։ Ուրիշ բան է, երբ օրինակ կենսաթոշակառուն ապրում է ընտանիքում կամ ունի ընտանիք եւ բոլորովին այլ են խնդիրները, թե կենցաղային, թե այլ, երբ օրինակ կենսաթոշակառուն ապրում է միայնակ։ Անհուսալի վարկերի հետ կապված մեր ծրագիրը մեծ արձագանք է գտել պարոն Թորոսյան եւ քաղաքացիները հարցնում են հնարավոր է արդյոք առաջիկայում մենք ունենանք ոչ թե մինչև 1 միլիոնի հետ կապված ծրագիր, այլ 1 միլիոնը գոնե անց, որտեվ նաև այս առումով տարբեր խնդիրներ ունենք։ Պարոն Թորոսյան ինձ գրել է քաղաքացի, եթե ժամանակ ունեմ կարդամ, ինձ գրել է քաղաքացի Խաչիկ Խաչատրյանը, ով ասում է, որ 55 տարեկան է, երկրորդ խմբի հաշմանդամ, պետությունը մեզ անվճար հատկացրել է աջակցման միջոցներ, տվյալ դեպքում հատուկ պատրաստվող կոշիկներ։ Վերջին 6 տարում կոշիկներ հատկացնող կազմակերպությունը ամեն զույգի համար հավելյալ գումար է ուզում, մոտավորապես նախարարության տված գումարի 30%-ի չափով։ Եվ կարծես թե այդ վկայականները կամ այդ գումարը, որ մենք տալիս ենք աջակցող միջոցների համար, քաղաքացիներին չի հերիքում, հնարավոր է այստեղ էլ որևէ վերանայում անենք թե ոչ, եւ մի հարց, որը անհատական է, բայց կարծում եմ նաեւ կարեւոր է, որ ես հիմա ձեզ փոխանցեմ, հիմա բայց պետքա գտնեմ մի հատ։ Առաջի հարցը կհիշեցնեք, արդեն 5-րդը որտեվ տալիս եք։ Աշխատաժամանակի կրճատման հետ կապված։ Բաց եմ թողում են։ Պարոն Կոնջոյան, թե չեմ խանգարի, մինչև քաղաքացու նամակը գտնեմ, կարելի է ինքը պատասխանի պարոն Թորոսյանը, հետո ես հետնամ։ Պարոն Թորոսյան, գտա քաղաքացին է դիմում, հարգելի Լիլիթ Ստեփանյան, խնդրում եմ բարձրացեք 169L ծրագրի մնացորդային գումարների հարցը Ամիո բանկով գործարք են կատարել, բայց սայլը տեղից չի շարժվում։ Ես ենթադրում եմ, որ սա 20 թվականի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի հետ է կապված։ Շնորհակալ եմ։ Աշխատաժամանակի մասով այս պահին փոփոխություններ չունենք, աշխատում ենք այնպես, ինչպես նախատեսված է մեր աշխատանքային օրենսգրքով, եւ քանի որ շատ ենք խոսում աշխատելու մասին եւ աշխատանքով մեր շատ հարցեր լուծելու մասին, ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք աշխատելու, ոչ թե չաշխատելու վրա։ Աշխատելու վրա։ Եվ մենք ունենք իհարկե ՀՆԱ-ի կրկնակի աճ վերջի 8 տարիներին մոտավորապես per capita ՀՆԱ-ի, բայց մենք պետքա դեռ շատ աշխատենք բոլորս, որպեսզի կարողանանք հասնել, օրինակ, չգիտեմ, Արևելյան Եվրոպայի երկրներին, հետո Արևմտյան Եվրոպայի երկրներին եւ բարեկեցության այնպիսի մակարդակ ունենանք եւ նաեւ աշխատանքի արտադրողականության աճ ունենանք, որը իդեպ ունենում ենք, թե մենք միավոր ժամանակում ինչքան արդյունք ենք տալիս, որպեսզի կարողանանք նաեւ մտածել այդպիսի ծրագրերի մասին։ Էլեկտրոնային պայմանագրերի մասին ես ճիշտ ասած արդեն ասացի, որ մենք քննարկում ենք մեր ներքին գործերի նախարարության հետ այդ համակարգը ինչ որ ձևով բարեփոխելու հարցը, որ որևէ մեկը զրկված չլինի իր աշխատանքային իրավունքներից եւ կնքելու եւ վերակնքելու եւ այս տարվա ընթացքում բոլորը թվայնացնելու, այսինքն այդպես անժառանգների մասով ես եթե մի քիչ հասկանամ ինչա դա հետագայում նշանակելու կարող եմ պատասխանել, բայց այդտեղ շատ շերտեր կան, հասկանում եք, օքեյ, ենթադրենք անժառանգ է մեր քաղաքացին, բայց ապրում է
մի տանը, որ արժի $200,000 օրինակ։ Մենք իրան պետք է համարենք անժառակ քաղաքացի եւ իրեն որևէ կերպ վերաբերվենք, թե օրինակ մեր ընդունած մեր այլ որոշումներով նա կարող է օրինակ հետադարձ հիպոթեկով իր այդ գույքը գրավադրել բանկում եւ ստանալ շատ բարձր ըստ էության կենսաթոշակ, ցկյանս, այսպես ասած, եւ այդպես շարունակ եւ բազմաթիվ այլ ծրագիր։ Մենք պետք է այդ մեր քաղաքացի համար ցերեկային կենտրոնները շատ զարգացնենք, որ կարողանան ցերեկը, եթե ուրիշ շփվելու շրջանակ չկա, կարողանան ժամանակ անցկացնել, իր տարեկիցների հետ շփվել կամ այլ տեսակի տնային խնամքի ծառայությունները ուժեղացնել, որպեսզի կարողանան տանը մեր սոցաշխատողները եւ խնամք ապահով մասնակիցները գնան եւ խնամք ապահովեն, բայց այդ կարգավիճակների առանձնացումը պետք է հասկանանք ինչ նպատակը հետապնդում։ Եթե կա նպատակ, պետք է քննարկել ինչքան է դա նպատակահարմար։ Այդ նպատակը մեր ընդհանուր քաղաքականությունների շրջանակներում անուսալի վարկերի մասով տեսեք, ինքը նպատակ ունի զբաղվածությունը խթանելու եւ ոչ թե այլ բան խթանելու, որ մարդիկ վարկեր վերցնեն շատ բարձր, երբեմն չհաշվարկված, հա, հետո ասեն դե խնդրում եմ այդ վարկը եկեք մարեք կամ ներեք։ Դրա համար այդ 1 միլիոն շեմը հաշվարկվում է նաև այն իմաստով, որ եթե մինիմալ աշխատավարձով մարդ աշխատի, իր եկամտային հարկը կբավարարի այդ բանը փակելուն, հա, ծածկելուն։ Աջակցող միջոցների մասով մեր կարգավորումները այնպես են, որ առնվազն բազային մոդելները պետքա կազմակերպությունները տրամադրեն վկայականի հիման վրա, բայց եթե քաղաքացուն անհրաժեշտ է ավելի այլ տեսակի աջակցող միջոց եւ դա միայն կոշիկներին չվերաբերում, նրանք կարող են դա ավելացնել այդ սերտիֆիկատի տրվող գումարին, բայց եթե կոնկրետ մի կազմակերպություն ինչ որ բան խախտում է, հա, այդ մեր կարգից, որտեղ ես չգիտեմ դա բազային մոդելն է, թե բազայինից ավելի լավ մոդել է քաղաքացին ուզում, որտեղ բազայինից ավելի լավ մոդելի դեպքում նա պիտի վճարի տարբերությունը, հա, եթե չէ, կարող են կոնկրետ դեպքով նայել, իսկ ինչ վերաբերում է այդ Ամիո բանկի բանին, ես ինքս էլ ստացել եմ նման նամակներ, մենք հիմա աշխատում ենք գործընկերների հետ, որ այդ հարցը լուծենք, հուսամ շատ արագ կլուծվի։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։